Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից, այլ անապական սերմից Առաջին Պետրոս 1.23 Պետրոսն ամենայն ջանասիրությամբ հորդորում էր ցրված սրբերին մաքուր սրտով իրար սերտ սիրել Առաջին Պետրոս 1.22 Եվ այն փաստարկը, որը նա իմաստուն կերպով բերում էր դրա համար, բխում էր ոչ թե օրենքից, բնությունից կամ փիլիսոփայությունից, այլ այն ու աստվածային բնույթից, որ Աստված ներդրել է իր ժողովրդի մեջ։ Ինչպես մի խելամիտ դաստիարակ կարող է աշխատանք տանել երիտասարդ իշխանների մեջ թագավորական ոգի և արժանապատիվ վարքագիծ ծնելու և խրախուսելու համար, առաջ քաշելով նրանց դիրքի և ծագման վերաբերյալ փաստարկները, այնպես էլ Պետրոսը, նայելով Աստծո ժողովրդին որպես փառքի ժառանգորդներ, ազնվազարմ իշխաններ, թագավորների թագավորի զավակներ և երկրի ճշմարտագույն և ամենաիրական վերնախավ, ասում է նրանց. տեսեք, որ սիրեք իրար, որովհետև դուք ազնվական ծագում ունեք, ծնված լինելով անապական սերմից, որովհետև դուք Աստծուց բոլոր բաների Արարչից եք սերում, և որովհետև դուք անմահ ճակատագիր ունեք, և հավիտյան ապրելու եք, թեև մարմնի փառքը խամրի, և նույնիսկ նրա գոյությունն էլ դադարի, որքան լավ կլիներ, որ մենք խոնարհ հոգով գիտակցեինք վերստին ծնված բնության իրական արժեքն ու փառքը և ապրեինք դրան համապատասխան։ Ինչ է իրենից ներկայացնում քրիստոնյան։ Եթե նրան համեմատենք թագավորի հետ, ապա նա իր լրումն արքայական արժանապատվության, նաև քահանայական սրբությամբ է օժտված։ Թագավորի ազնվականությունը հաճախ միայն նրա թագի մեջ է, բայց քրիստոնյայի դեպքում դա նրա էության մեջ է ներծծված։ Շնորհիվ վերստին ծնունդի նա նույնքան բարձր է մյուս բոլոր մարդկանցից, որքան չվերածնված մարդը կորսվող գազաններից։ Անկասկած, յուրաքանչյուր իրավիճակում նա չպետք է իրեն դրսևորի ինչպես բոլորը, այլ որպես աշխարհից ընտրված մեկը, մի մարդ, որ զատված, անջատված է Աստծո ինքնիշխան շնորհքով, ում անունն առանձին ցուցակում է գրված, և որը չի կարող մյուսների պես թավալվել փոշու և ցեխի մեջ, ոչ էլ ապրել այս աշխարհի քաղաքացիների կենսակերպով։ Ով Քրիստոսին հավատացողներ, թող ձեր նոր բնության արժանապատվությունը և ձեր հեռանկարների պայծառությունը մղեն ձեզ ամուր կառչելու սրբությանը և խուսափելու չարության ամենաչնչին դրսևորումից անգամ։